Պարոն Ալավերդյան, հիմա որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ինչ կարծիք ունեք տեղի ունեցածի հետ կապված, երբ 18 տարեկան տղային կալանավորեցին 2 ամսով, որը ունի հիվանդություններ, որոնք կալանքի հետ անհամատեղելի են։ Նա սովորում է դպրոցում։ Ես իրավաբան չեմ, իրավական հարցերին կդժվարանամ պատասխանել, բայց իմ համոզմունքն է, որ կալանքը պետք է կիրառվի որպես խաղաղապահման միջոց շատ ծայրահեղ դեպքերում, այն դեպքերում, եթե ուղղակի անհնար է ուրիշ ձևով կասեցնել մարդու վտանգավոր գործունեությունը։ Ես չեմ կարծում, որ տվյալ դեպքում այդ երիտասարդը այցելելով պատարակների եւ սովորելով եւ այդ վերջի զանգը անցկացնելով այդպիսի մեծ վտանգ է ներկայացնում մեր հասարակությանը, այդ առումով ես այստեղ եմ, որպեսզի իմ ձայնս էլ բարձրացնեմ, որ նա պետք է լինի հիմա ազատության մեջ, գոնե նա պետք է կարողանա ավարտել դպրոցը, մանավանդ ես էլ որպես ժամանակին ոսկե մեդալով դպրոց ավարտած, ինչ զգայուն եմ այդ թեմաներին, ինքն էլ բավականին լավ է սովորում, ինչքան հասկացա, պետք է ավարտի, գնա իր պատարակներին, եթե դա իր համար այդքան կարևոր է, եւ վերջին զանգին մասնակցի, իսկ մնացած այդ դատական process-ները արդեն թող գնան իրենց հունով, կարծում եմ ամեն ինչ լավ պետք է լինի։ Պարոն Ալավերդյան, տեսանյութ էր տարածվել, որտեղ անվտանգության աշխատակիցը բռունցքով հարվածում է Դավիթ Մինասյանին, սակայն այս պահին որևէ գործընթաց նրա նկատմամբ չի։ Սա անարդար մոտեցում չի, երբ տղան կալանավորված է, իսկ նրան հարվածողը ոչ, նրա նկատմամբ որևէ գործընթաց տեղի չի ունենում։ Տեսեք, բոլոր դեպքերում բռնությունը պետք է պատժելի լինի։ Դա մեզ մոտ պետք է լինի, ոնց ասած, դոգմա, աքսիոմա։ Դա չի քննարկվում։ Բռնությունը պետք է, այսինքն հարվածել, հա, ուրիշ բանը կանխել ինչ որ եւս հարված կամ ինչ որ ագրեսիվ պահված, բայց հարվածելը ես չեմ կարծում, որ ճիշտ է։ Բայց իհարկե տեսանյութից դատելով մի քիչ բարդ է այդ ամեն ինչ հասկանալ, որովհետեւ ամեն մեկը մեկնաբանում է իր տեսանկյունից։ Իրենք ներկայացնում են, որ բռնություն տղայի կողմից բռնություն է կիրառվել, բայց պատմում այդպեսի բան չկա, հակառակը նկատմամբ է։ Նորից եմ ասում, հարվածը տեսել եմ, բայց կոնկրետ ուրիշ բռնություն չեմ տեսել, ես չեմ կարող պնդել, որ չկար, որովհետև այդ տեսանյութերը այդքան էլ պարզ մեզ իրադրությունը չեն ցույց տալիս, ինչ է իրականում իրականացել։ Տեսնում եմ, որ ինչ որ գրգռված, ինչ որ տենց խոսում է, ինչ որ տենց համառորեն ուզում է տեղում անել, բայց դրանից դատողությունը կարծում եմ հենց դատարանը դրա համար է եւ իրավապահ մարմինները, որ օբյեկտիվ անաչառ քննություն անցկացնեն։ Նորից եմ ասում, իրավական հարցերին բան չեմ կարող ասել։ Ինչ եք կարծում, սա Դավիթի դեմ է, թե օրինակ 18-ամյա բոլոր այն տղաների, որոնք կհամարձակվեն իրենց անհամաձայնությունը հայտնել այս կամ այն հարցի շուրջ։ Նայեք, իրականում անհամաձայնություն մեզ մոտ բավականին շատ երիտասարդներ եւ ոչ երիտասարդներ հայտնում են։ Ես չեմ կարող ասել, որ բոլորը հիմա կանոնավորած են, անկեղծ ասած։ Բայց միևնույն ժամանակ ասում, այստեղ կոնկրետ Դավիթի հարցն է, որը որ պետք է իմ համոզմամբ եւ բոլոր երիտասարդները կարողանան ավարտեն իրենց հաջող ուսումը, առաջ գնան, ինստիտուտ ընդունվեն,
Իհարկե այն բացառություններով, ինչպես ասի, երբ որ անձը թեկուզ երիտասարդը լուրջ վտանգ է, լուրջ սպառնալիք է հասարակական կարգին, եթե այլ, բայց այդտեղ ես բոլոր դեպքերում փաստեր չտեսա։ Միգուցե այդ տեսանյութերը լիարժեք չեն, բայց բոլոր դեպքերում ես չտեսա փաստ, որ Դավիթը իրոք շատ վտանգավոր է, եթե լինի ազատության մեջ, մինչև այդ դատական այդ պրոցեսները գնում են։ Շնորհակալություն։